Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել քաղաքացիական պայմանագրի խմբակցությանը վստահելու եւ իմ տեխնատությունը առաջադրելու համար, ինչպես նաեւ իմ տեսլականը ներկայացնելու այն կարևոր մարմնի վերաբերել, որի ստեղծումը իմ համոզմամբ նշանակալի քայլ է Հայաստանի պետական կառավարման զարգացման, պետական համակարգերի անվտանգության եւ քաղաքացիների վստահության ամրապնդման ճանապարհին։ Այսօր պետությունների մրցունակությունը որոշվում է ոչ միայն տնտեսական աճով, ենթակառուցվածքների զարգացմամբ կամ ռազմական կարողություններով, այլ նաև նրանով, թե որքան անվտանգ եւ կայուն ու վստահելի են դրանց տեղեկատվական համակարգերը եւ թվային ենթակառուցվածքները։ Մենք ապրում ենք ժամանակաշրջանում, երբ տվյալները դարձել են տնտեսության, պետական կառավարման եւ հասարակական կյանքի առանցքային ռեսուրսներից մեկը։ Եվ հենց այդ պատճառով թվային միջավայրի անվտանգություն այլևս տեխնիկական հարց չէ, այն պետական քաղաքականության եւ ազգային անվտանգության հարց է։ Վերջին տարիներին Հայաստանը կարևոր քայլեր է կատարել պետական կառավարման թվայնացման ուղղությամբ, այսօր հազարավոր քաղաքացիներ պետական ծառայություններ են ստանում առցանց։ Սոցիալական ծրագրերը, հարկային հաշվարկները, պետական ռեգիստրները, առողջապահական եւ այլ համակարգերի որոշ հատվածներ արդեն գործում են թվային միջավայրում։ Այս գործընթացը անշեղորեն շարունակվելու է եւ ավելին առաջիկա տարիներին այն միայն կխորանա։ Բայց որքան ավելի է պետությունը թվայնանում, այնքան ավելի մեծ է դառնում պատասխանատվությունը այդ համակարգերի անվտանգությունն ապահովելու համար։ Եթե թվային համակարգը խափանվում է, վտանգվում է ոչ միայն ծառայության մատուցման անընդհատությունը, այլև քաղաքացիների վստահությունը պետության նկատմամբ։ Իսկ քաղաքացիների վստահությունը ամենակարևոր կապիտալն է, որի վրա կառուցվում է պետական կառավարման արդյունավետությունը։ Թվային միջավայրում ռիսկերը մշտապես աճում են եւ պետությունը պետք է ունենա այնպիսի ինստիտուցիոնալ կառուցվածք եւ լուծումներ, որոնք կարող են կանխարգելել եւ կառավարել այդ ռիսկերը։ Այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է անկախ եւ մասնագիտական կարգավորիչ մարմին, որը կապահովի համակարգված մոտեցում։ Հենց այս տրամաբանությամբ է ստեղծվում տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովը։ Այս հանձնաժողովը տեխնիկական կառույց չէ, այն պետական կառավարման կարևոր ինստիտուտ է, որը պետք է ապահովի, որ թվային պետության զարգացումը տեղի ունենա կարգավորված, անվտանգ եւ կայուն հիմքերի վրա։ Հանձնաժողովի առաքելությունն է ապահովել, որ պետական տեղեկատվական համակարգերը լինեն անվտանգ, օժտված բարձր պաշտպանողականությամբ, քաղաքացիների անձնական տվյալները լինեն պաշտպանված, պետական թվային ենթակառուցվածքները լինեն կայուն եւ վստահելի։ Այս մարմինը պետք է դառնա այն ինստիտուցիոնալ հարթակը, որտեղ համադրվում են տեխնոլոգիական զարգացումը, պետական եւ կառավարման պատասխանատվությունը եւ հասարակության վստահության պահպանումը։ Կարևոր է նաեւ ընդգծել, որ հանձնաժողովի գործունեությունը չի կրկնում կառավարության կամ ոլորտային նախարարության գործառույթները։ Գործադիրը մշակում է պետական քաղաքականությունը, իսկ հանձնաժողովը ապահովում է դրա իրականացումը անվտանգության, տեխնիկական ստանդարտների եւ համակարգված կարգավորման միջոցով։ Այս բաժանումը շատ կարևոր է եւ անհրաժեշտ է արդյունավետ կառավարման համար։ Այն ապահովում է ինչպես քաղաքական պատասխանատվությունը, այնպես էլ մասնագիտական անկախ կարգավորումը։ Այսօր աշխարհում գնալով մեծանում է նաեւ թվային ինքնիշխանության թեմայի կարևորությունը։ Պետությունները փորձում են ապահովել, որ իրենց տեղեկատվական ենթակառուցվածքները լինեն պաշտպանված արտաքին ռիսկերից, տեխնոլոգիական կախվածություններից եւ կիբերսպառնալիքներից։ Հայաստանը նույնպես պետք է ունենա հստակ ռազմավարություն այս ուղղությամբ։ Հանձնաժողովը կարող է կարևոր դեր ունենալ այս ռազմավարության իրականացման մեջ, ապահովելով անվտանգության միասնական չափանիշներ, տվյալների պաշտպանություն եւ պետական համակարգերի տեխնոլոգիական կայունություն։ Աշխարհի զարգացած երկրները վաղուց են գիտակցել տեղեկատվական համակարգերի անվտանգության ռազմավարական նշանակությունը եւ բազմաթիվ երկրներում արդեն գործում են կիբերանվտանգության համապարփակ քաղաքականություններ եւ կարգավորումներ, որոնցով սահմանվում են կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության պահանջները, տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի կազմակերպման ստանդարտները, թվային նույնականացման եւ էլեկտրոնային ստորագրությունների իրավական եւ տեխնիկական համակարգերի նկատմամբ պահանջները եւ մի շարք այլ հարցեր։ Միջազգային փորձը ցույց է տալիս մի կարևոր բան. թվային պետությունը չի կարող արդյունավետ գործել առանց հստակ կարգավորման, անվտանգության ստանդարտների եւ ինստիտուցիոնալ վերահսկողության։ Հայաստանը նույնպես պետք է վստահորեն շարժվի այս ուղղությամբ։
Սակայն կարևոր է, որ միջազգային փորձը չկիրառվի մեխանիկորեն։ Այն պետք է հարմարեցվի Հայաստանի իրավական, ինստիտուցիոնալ և տեխնոլոգիական իրականությանը և հակառակը իրականությունը վերափոխվի այն համապատասխանեցնելով թվային տեխնոլոգիական փոփոխություններին և միջազգային լավագույն փորձին։ Հարգելի պատգամավորներ, այսօր մենք մտնում ենք թվային զարգացման նոր փուլ, որտեղ պետական կառավարման մեջ աստիճանաբար սկսվում են կիրառվել նաև հարստական բանականության վրա հիմնված լուծումներ։ Խոսքը վերաբերում է ոչ միայն ավտոմատացմանը, այլ նաև տվյալների վերլուծությանը, կանխատեսումներին, որոշումների օժանդակությանը։ Սա մեծ հնարավորություն է պետության համար բարձրացնելու արդյունավետությունը, արագացնելու գործընթացները, ավելի նպատակային դարձնելու քաղաքականությունները, բայց միևնույն ժամանակ սա նոր ռիսկերի և պատասխանատվությունների դաշտ է բացում։ Արհեստական բանականությունը հիմնված է տվյալների վրա, և եթե այդ տվյալները թերի են կամ կողմնակալ, համակարգերը կարող են վերարտադրել կամ նույնիսկ խորացնել առկա անհավասարությունները։ Այն հաճախ գործում է որպես սև արկղ, որտեղ որոշումների տրամաբանությունը դժվար է բացատրել։ Որոշ դեպքերում այն կարող է ստեղծել գերվստահություն, նույնիսկ երբ սխալվում է, կամ գեներացնել ոչ ճշգրիտ, մակերեսային կամ համատեքստից կտրված արդյունքներ։ Սա նշանակում է, որ հանրային կառավարման մեջ դրա կիրառումը չի կարող լինել միայն տեխնոլոգիական հարց, այն պահանջում է նաև հստակ կառավարման, վերահսկողության և պատասխանատվության մեխանիզմներ։ Այս համատեքստում կարևոր եմ համարում մի քանի հիմնարար սկզբունք՝ մարդակենտրոն մոտեցում, տեխնոլոգիան պետք է ծառայի մարդուն և հանրային շահին, մարդկային վերահսկողության պահպանում։ Արհեստական բանականությունը կարող է օգնել որոշումների կայացմանը, բայց չի կարող փոխարինել պետական պատասխանատվությունը։ Բացատրելիություն և թափանցիկություն։ Քաղաքացին պետք է իմանա և կարողանա հասկանալ իրեն վերաբերող որոշումների հիմքերը։ Տվյալների և անձնական կյանքի պաշտպանություն։ Արհեստական բանականության համակարգերը չպետք է վտանգեն մարդու հիմնարար իրավունքները։ Ռիսկերի կառավարում և համաչափություն։ Պետք է տարբերակել բարձր և ցածր ռիսկային կիրառությունները և համապատասխանաբար կարգավորել դրանք։ Եվ 6-րդ հաշվետվողականություն։ Պետք է միշտ պարզ լինի, ով է պատասխանատու տեխնոլոգիաների կիրառման և դրա հետևանքների համար։ Եվ առհասարակ ցանկանում եմ ընդգծել հետևյալ միտքը. արհեստական բանականությունը պետական համակարգում պետք է դիտարկել ոչ միայն որպես գործիք, այլ որպես պատասխանատվություն։ Այս համատեքստում կարծում եմ, որ հանձնաժողովը և կառավարությունը իդեմս ոլորտային նախարարության կարևոր դեր ունեն ձևավորելու մոտեցումներ, մշակելու քաղաքականություններ և ուղեցույցներ պետական համակարգում արհեստական բանականության պատասխանատու կերպով կիրառման համար։ Քանի որ մենք չենք կարող կանգնեցնել տեխնոլոգիական զարգացումը, բայց կարող ենք և պարտավոր ենք սահմանել խաղային կանոնները, որոնց շրջանակում այդ զարգացումը կծառայի մարդուն, իրավունքներին և հանրային վստահությանը։ Հայաստանի Հանրապետությունում պետական կառավարման թվայնացման տեմպերը վերջին տարիներին էապես աճել են, սակայն դրանց զուգահեռ չեն ձևավորվել համարժեք կարգավորիչ, վերահսկողական և ռիսկերի կառավարման բավարար մեխանիզմներ։ Արդյունքում ստեղծվել է իրավիճակ, երբ թվային լուծումների արագ ներդրումը առաջ է անցել դրանց անվտանգության, կայունության և պատասխանատվության ինստիտուցիոնալ ապահովումից։ Առկա խնդիրները համակարգային բնույթ ունեն և անմիջական ազդեցություն են գործում ինչպես ազգային անվտանգության, այնպես էլ քաղաքացիների իրավունքների, պետական ծառայությունների որակի և տնտեսության կայունության վրա։ Թեև վերջին տարիներին պետական հատվածում կատարվել են ոլորտի զարգացման և արդիականացման ուղղությամբ ահռելի աշխատանք, սակայն համակարգելով սոցիալական պաշտպանության թվայնացման ոլորտը և առնչվելով թվայնացման համակարգերի գրեթե բոլոր դերակատարների հետ, առանձնացրել է մի քանի խնդիրներ, որոնք ըստ իս պահանջում են լուծումներ, մասնավորապես անձնական տվյալների և զգայուն պետական տվյալների ոչ բավարար պաշտպանություն։ Հայաստանում պետական տեղեկատվական համակարգերում առկա են անձնական և զգայուն տվյալների պաշտպանության անհամաչափ մակարդակներ, պայմանավորված միասնական ստանդարտների, տեխնիկական վերահսկողության և շարունակական ռիսկերի գնահատման բացակայությամբ։ Կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների պաշտպանության թերի համակարգ, էներգետիկ, ֆինանսական, սոցիալական, առողջապահական և հանրային ծառայությունների ոլորտում գործող տեղեկատվական համակարգերը չունեն միասնական կարգավորիչ շրջանակ, ռիսկերի դասակարգման, պարտադիր անվտանգության միջոցների և միջադեպերի արձագանքման հստակ ընթացակարգերի մասով։ Սա բարձրացնում է պետական համակարգերի խոցելիությունը կիբերհարձակումների և տեխնիկական խափանումների նկատմամբ։
Կիբերմիջաթեպերի կանխարգելման և արձագանքման համակարգի ուշացած կամ ֆրագմենտալ բնույթ։ Կիբերմիջաթեպերի արձագանքման գործառույթները բաշխված են տարբեր մարմինների միջև առանց միասնական օպերացիոն համակարգման, տվյալների փոխանակման և պատասխանատվության հստակ սահմանման։ Արդյունքում արձագանքումը հաճախ ուշացած է, իսկ միջադեպերից քաղող դասերը երբեմն չեն ինստիտուցիոնալացվում։ Պետական տեղեկատվական համակարգերի միջև փոխգործակցության և տվյալների փոխանակման խնդիրներ։ Պետական մարմինների տեղեկատվական համակարգերը հաճախ գործում են մեկուսացված, չունելով ամբողջական ինտեգրում, միասնական ճարտարապետություն և տվյալների փոխանակման անվտանգ շերտ։ Սա հանգեցնում է կրկնվող գործընթացների, ավելորդ վարչարարության և ծառայությունների մատուցման դանդաղեցման և սխալների։ Թվային նույնականացման և վստահության մեխանիզմների սահմանափակ արդյունավետություն։ Ազգային նույնականացման, էլեկտրոնային ստորագրության և թվային վստահության գործիքների կիրառումը դեռևս ամբողջությամբ չի ապահովում քաղաքացիների, բիզնեսի և պետական մարմինների միջև վստահելի և անվտանգ թվային փոխգործակցություն, սահմանափակելով էլեկտրոնային ծառայությունների ամբողջական զարգացումը։ Կարգավորող և վերահսկող գործառույթների ինստիտուցիոնալ բացեր։ Մինչև վերջերս ոլորտում բացակայում էր մեկ միասնական անկախ կարգավորող մարմին, որը կունենար լիազորություններ սահմանելու պարտադիր տեխնիկական և կազմակերպչական պահանջներ, իրականացնելու համապատասխանության գնահատում և կիրառել կանխարգելիչ կամ սահմանափակող միջոցներ։ Սա հանգեցրել է հատվածային մոտեցումների և պատասխանատվության տարալուծման։ Մասնագիտական կարողությունների զարգացման պակաս։ Պետական համակարգում կիբեռանվտանգության և տեղեկատվական համակարգերի կառավարման ոլորտում առկա է որակյալ մասնագետների սահմանափակ ներուժ, ինչպես նաև վերապատրաստման, սերտիֆիկացման և գիտելիքների փոխանցման համակարգված մոտեցման բացակայություն։ Նշված խնդիրների լուծումը պետք է լինի պետական առաջնահերթություններից մեկը, և ես ուրախ եմ, որ պետությունն այսօր ունի հանձնառություն այս ուղղությամբ և թվայնացումն ու տեղեկատվական համակարգերի զարգացումը սահմանվել է որպես ռազմավարական առաջնահերթություն։ Եթե արժանանամ ձեր վստահությանը և ընտրվեմ հանձնաժողովի անդամ, իմ գործունեությունը կկառուցեմ մի քանի հիմնարար սկզբունքների վրա։ Առաջինը՝ մասնագիտական անկախություն։ Հանձնաժողովը պետք է գործի ոչ թե քաղաքական կամ կարճաժամկետ շահերի ազդեցությամբ, այլ մասնագիտական և ինստիտուցիոնալ տրամաբանությամբ։ Երկրորդ՝ ռիսկերի վրա հիմնված կարգավորում։ Չպետք է փորձել վերահսկել ամեն ինչ, պետք է ունենալ մոտեցում հիմնված առաջնահերթության սկզբունքի վրա, այսինքն կենտրոնանալ այն ոլորտների վրա, որտեղ ռիսկերը առավել մեծ են։ Երրորդը՝ միջազգային փորձի կիրառություն։ Պետք է օգտագործել լավագույն միջազգային փորձը, միաժամանակ այն ադապտացնելով Հայաստանի պայմաններին։ Եվ չորրորդը՝ համագործակցություն պետական և մասնավոր հատվածի հետ։ Թվային անվտանգությունը ուղղակի չի կարող ապահովել միայն մեկ մարմնի միջոցով, այն պահանջում է համագործակցություն բոլոր դերակատարների միջև։ Եթե ընտրվեմ հանձնաժողովի անդամ, իմ առաջնահերթությունները կլինեն հետևյալը. տեղեկատվական համակարգերի անվտանգության միասնական չափանիշների ձևավորում, ինչը ենթադրում է աջակցել այնպիսի կարգավորումների մշակմանը, որոնք սահմանում են պետական տեղեկատվական համակարգերի անվտանգության նվազագույն պարտադիր պահանջները, կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների պաշտպանության համակարգի զարգացում, նպաստելով այն մեխանիզմների ներդրմանը, որոնք ապահովում են պետական կարևոր թվային համակարգերի մշտադիտարկում և պաշտպանություն, միջազգային ստանդարտների աստիճանական ներդրում, կիբերմիջաթեպերի արձագանքման համակարգի ամրապնդում, խթանելով այնպիսի մեխանիզմների զարգացումը, որոնք թույլ կտան արագ և համակարգված արձագանքել կիբեռանվտանգության միջադեպերին, հանրային վստահության բարձրացում թվային պետական համակարգերի նկատմամբ, ապահովելով թափանցիկ և պատասխանատու կարգավորում, որը կնպաստի քաղաքացիների և բիզնեսի վստահության ամրապնդմանը, արհեստական բանականության պատասխանատու կիրառման շրջանակների ձևավորում, նպաստելով այնպիսի մոտեցումների և ուղեցույցների մշակմանը, որոնցով պետական համակարգերում կիրառվող արհեստական բանականության լուծումները գնահատվեն ոչ միայն արդյունավետության, այլ նաև մարդու իրավունքների պաշտպանության, տվյալների անվտանգության, ոչ խտրականության, բացատրելիության և մարդկային վերահսկողության պահպանման տեսանկյունից։ Պետական հատվածում մասնագիտական կարողությունների զարգացում, նպաստելով պետական համակարգերում կիբեռանվտանգության, տվյալների կառավարման և արհեստական բանականության ոլորտներում մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմանը, և սա ենթադրում է վերապատրաստման և սերտիֆիկացման համակարգերի խթանում, միջազգային փորձի և գիտելիքների ներմուծում
եւ պետական համակարգում մասնագիտական համայնքի ձևավորում։ Հարգելի պատգամավորներ, տեղեկատվական համակարգերի կարգավորում միայն տեխնոլոգիական խնդիր չէ, այն պետք է պետական կառավարման որակի, անվտանգության եւ վստահելիության հարց է։ Եթե ցանկանում ենք ունենալ ժամանակակից եւ մրցունակ պետություն, պետք է ունենանք անվտանգ եւ վստահելի թվային միջավայր։ Եթե ցանկանում ենք ունենալ արդյունավետ կառավարում, պետք է ունենանք հաշվետու եւ պաշտպանված համակարգեր։ Եթե ցանկանում ենք ունենալ քաղաքացիների վստահություն, պետք է ապահովենք արդար եւ պատասխանատու թվային լուծումներ։ Եվ հանձնաժողովի ստեղծումը կարևոր քայլ է այս ուղղությամբ։ Ձեր վստահություն արժանանալու դեպքում պատրաստ եմ իմ փորձն ու գիտելիքները ներդնել այս մարմնի աշխատանքներում, նպաստելով Հայաստանի թվային պետության անվտանգ եւ կայուն զարգացմանը։ Շնորհակալ եմ ուշադրության համար, եթե կլինեն հարցեր, սիրով կպատասխանեմ։